Փաշինյանից եմ մեջ բերում, եթե Սահմանադրական դատարանը բոլորս երևի գիտենք այս ձևակերպումը, որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ես կնախաձեռնեմ Սահմանադրական փոփոխություններ։ Սրա հետ ինչպես աշխատել։ Սա նախ լկտիության ցուցանիշ է։ Ինչպես հասկանալ սա։ Սա լկտիության ցուցանիշ է, այն մասին, որ ինքը համարում է ոչ թե Հայաստանի ինքն իրան որպես, ասենք, գործադիր իշխանության ղեկավարը, երրորդ պաշտոնյան, չգիտեմ ինչի ասում են առաջի պաշտոնյան, առաջին տիկին, մենք խորհրդարանական հանրապետություն ենք, պետության գլուխը նախագահն է, խորհրդարանի գլուխը դա երկրորդ, հա, վարչապետը զուտ գործադիր իշխանության ղեկավարն է, բայց քանի որ մեզ մոտ ավանդաբար դեր ՍՍՄ տարիներից ով վերահսկում էր ուժային նախարարությունը նռեալ իշխանություն իր ձեռքին է, ես կնախաձեռնեմ, ես կանեմ, ինչու որտեվ մեզ մոտ ստեղծվել է շատ արատավոր համակարգ, մեր մոտ միապետություն է ստեղծված, որովհետև այն ուժը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, ստացվում է, որ խորհրդարանը իր ձեռքում է, նախագահին ինքն է նշանակում, վարչապետին ինքն է նշանակում, նման համակարգ անգամ սովետի ժամանակ չկար, սա միակուսակցական ամենավատ համակարգն է, Սաուդյան Արաբիայում գոնե իշխում է այդ սաուդների Գերդաստանը, գոնե մի քանի հոգի մարդ են, այսօր այդպես չէ։ Ինքը որ ասում է ես կնախաձեռնեմ, անգամ չել ասում եմ մենք կնախաձեռնենք։ Ինքը ճիշտ է ասում։ Ինքը իր ազգում է Հայաստանի սեփականատեր, ինքը ոնց ուզի կան, եւ ինքը կարողանա դա անի, որտեվ Հայաստանի ծախու բոլոր այն մյուս բաները իշխանության ճյուղերը լրիվ իրան են ենթարկվում։ Բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, որը, այսինքն, եթե ասում է Սահմանադրական չի համապատասխանում, նշանակում է Հայաստանի շահերին չի համապատասխանում։ Եվ նպատակը ո՞րն է։ Բա մի քանի ամիս առաջ ասում էր ոչ, չի լինի նման բան, բացառում եք Սահմանադրության փոփոխությունը։ Հիմա ի դեպ ասեմ, բացի Սահմանադրության փոփոխությունից, իրանք նաև զինանշանի փոփոխություն են ուզում։ Իրենք չաշված են մյուս բաները, դե բնականաբար եվրոդիտորդների սահմանից հեռացում եւ այլն եւ այլն։ Հա, եւ նաեւ բանը ամենա, այսպես ասած, վտանգավոր, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը։ Բայց եթե մնա Նիկոլ Փաշինյանն նա դրան էլ համաձայնելու։ Իբր դա խաղաղության չի բերելու խաղաղություն։ Դա չի բերելու խաղաղություն, որտեվ 17 կետեր, չասում եք 15-ն է համաձայնեցված, մնաց 2-ը, 2-ն էլ համաձայն ամեն համաձայնեցված կետից հետո եւս 2-ը ծնվելու է։ Գիտեք, հայկական հեքիաթներում մի դրվագ կա, ասում է հերոսը կտրեց այդ վիշապի գլուխը եւ մի գլխի փոխարեն 2-ն աճեց։ Նման բան կա մեր հեքիաթներում։ Այդ նույն վիճակն է։ Դու բավարարում ես մի ցանկությունը, մի պահանջը, դրա փոխարեն 2-ն է ծնվում։